Բոլորին ողջունում եմ, էկրանը սև է, որովհետև ժամանակ չունեմ հիմա հեռախոսը ձեռքիս վրա պահելու, շատ գործ ունեմ այսօր, բայց մի երկու խոսք պիտի ասեմ այս պոռնիկի ծնունդին, որովհետև նման պոռնիկի թուլեքին ոչինչ ասել չի կարելի, դեռ դրանց վառվելու ժամանակը արջևներն է, այս պոռնիկի ծնունդները, անգրագետ շան ծնունդները չեն հասկանում, որ գալու է մի օր, երբ որ սրանց հերթով բռնելու, սատկացնել, ճղատելու ենք մեջից, բայց քանի որ դեր իրանց շան ծնունդ Նիկոլի ժամանակաշրջանն է, գիտեն թե հավերժա լինելու էլի։ Ոչինչ։ Ոնց որ ասած ձեր կպրեկ արասնել է դրած։ Շան ծնունդներ։ Մի երկու հոգի այստեղ գրում են, որ ինչի եք տենց ավելնորդ բառեր ասում, վիրավորում, լսեք, այ անասունի ծնունդներ, երկերեսանի շան ծնունդներ։ Եթե մեր ազգը չսկսի նման տականքներին քարկոծելը, մենք կկորչենք։ Հերիք չեղավ էս կուլտուրական խաղալը, այ անասուններ։ Ում համար է ձեր սիրտը ցավում։ Պոռնիկին պոռնիկ են ասում։ Նիկոլի կնիկը պոռնիկ չի, պոռնիկ է, Գրզոից, մրզոից ու շան ծնունդից երեխա ունեցավ, եսի մելու ումից են ասում, համաշխարհային պոռնիկ ա եղել, մարդու կնիկ տարել են, սրա նրա տակնա կողեք ընգան, նկարահանել են, հետո շանտաժանելով, փող աշխատելով ապրել են մարդու կնիկ, պոռնիկ չեղավ, ով եղավ, նրա շորերին չեք նայում, ինչ աստիճան վուլգար, ինչ աստիճան են քամակը բաց դուրս սնգացի պես աման գալիս, պոռնիկ չի, ով ա։ Պոռնիկին պոռնիկ են ասում, առաքինին առաքինի են ասում, հիմա կներեք, որ ես են պոռնիկ լարփին չեմ կարողանում ասել առաջին տիկինը Հայաստանի, ես ձեր նման այլանդակուշություններ չեմ տալիս, ուղղակի ասում եմ ամեն ինչի իրանց անունով եմ կոչում, այդքան բան, հիմա լսեք ով ասես շան ծնունդը, հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը արցախցիներին, ինչ կա զարմանալու, որ սրանք սենց մեծաբերան ամեն ինչ ասում են, ես այսօր նայել եմ ձեր մենթերին ոնց են մարդկանց հանում, ուղղակի սարքում են հաշմանդամ, հասկանում եք։ Մարդիկ ինչի չեն այդքան դուրս գալիս, որովհետև քանի անգամ դուրս եկան, հուսախաբ եղան։ Մարդիկ կորցրեցին գործի տեղ, կորցրեցին առողջություն, մեկի աչքը հանեցին, մեկի մատերը ես իմիշ տրակացրեցի, նռնակներ գցեցին մարդկանց վրա, դուք հասկանում եք, որ այդ պոռնիկի ծնունդներին սատկացնել է պետք, բարես բուն իմաստով, իսկապես պետք է դրանց վրա կրակել, երբ որ դրանց վրա սկսեք կրակել, այդ շան ծնունդ մուսոր կոչեցյալներին, կվախենան դուրս գան, Նիկոլ ձեր զզվելի, զզված Նիկոլը մի օր անգամ չի մնա, որովհետև միակ ուժը, որ այս պոռնիկի ծնունդին պահում է Հայաստանում, դա այդ մուսոր շներն են, եթե այդ մուսոր շները, իսկ դուք գիտեք հիանալ, որ մուսորանոց գնում են, ամենացածր, ամենացածրաքարշ, ամենաքցած, ամենաոչնչություն շները, ոչ մի արժանապատիվ մարդ ընդեղ չի գնում հիմա, 1001 որ արժանապատիվ մարդ են, էլ երկար չի դիմանում, այդպես դուրս է գալիս, եթե նման մուսոր շներին, ես դրանց ատելով վատում եմ, ատելով ձերս հնարավորությունն է կտեք սատկացնեի, դրանցից յուրաքանչյուրին, դրանք հայ չեն, դրանք թուրք են, երբ պիտի դուք հասկանաք, որ այն մարդը, որը թուրքի ցանկությունն ու քմահաճույքներն է կատարում, նա թուրք է, նա հայ չի, ձեր ուղեղը չի մտնում, որ թուրքանպաստ մարդը հայ լինել չի կարող, հիմա տես ես պոռնիկի ծնունդ, ես խոզը, Ես լպրտնած, լպրիկ խոզը, որ մարդու տեսք էլ չունի, իսանի տեսք չունի, ես կենթանին, տեսեք ինչ ա գրում, Շուշան Ղազարյան անունով, եթե հնարավորություն է գցեք Facebook ես պոռնիկի ծնունդը թող լսի իրա մասին, այն խոսքերը ինչ որ ինքը արժանի է, ուրեմն ասեք ինչ ասում է շան ծնունդը, Շուշան Ղազարյանն ասում է արցախցիներին, բա ում դեմ եք միավորվել, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվում, դուք մեկի հետ յոլլա գնալ կարող եք, աստուծո մոռացված դժբախտներ, լսի այ բոզի, որից վերընկած խոզի կերպարանք, շան ծնունդ, ուրախանում ես, ծիծաղում ես, սրանք ձեռ են առնում, մեր ազգի ողբերգությունը ես բոզեր, ես խոզեր, ես կերած խմած ես հոտած շները, դարձրել են իրանց բանը
ուրախության ես իմ ինչ իրա լապրիկը անասուն մարդի հետ է նկարված ես չգիտեմ ոնց է այս մարդը սրա հետ քնում ես խոզի ծնունդի որ մարդու նման է չի իսանի տեսք է չունի չգիտեմ ոնց է սա այդ անկողի մտնում ես խոզի հետ բայց դե բան չկա մե մարդ իրա ճաշակն ունի նույն խոզն էլ ինքն է իր մարդն է իբր թե ինչ մի անասունը մյուս անասունին է գտել նմանը նմանին կգտանե ուրեմն լսի խոզի ծնունդ կգա ժամանակ քեզ սատկացնելու են քո ընտանիքի հետ միասին ուրել փախչեք բոլորդ ամեն ձեր խոսքը հիշեցնելու են ձեզ այ խոզի ծնունդներ այ պորնիկի ծնունդ ծիծաղդ գալիս հա յոլլա չէ գնում այդ դժբախտներ ում հետ պետք է յոլլա գնային այն բոզի ծնունդ որ քեզ նման պորնիկի ծնունդները կերած խմած խոզերը գնացին քանի երրորդ անգամ նիկոլ ընտրեցին որովհետև ազգ եք ծախե շներ որովհետև փող եք աշխատում որովհետև ռադիոյի տնօրեն լինելով գրպաներ փող եք լցնում այս ժողովրդին էշացնելով ինֆորմացիա տալով են ինչ որ ձեր անասուն Նիկոլի ծնունդու իր բոսկնիկն է ասում էդ եք անում նրա առաջադրանքներն եք կատարում լավ փող եք աշխատում այս շներ դուք երբեք մտածել եք որ դուք ազգ եք դավաճանում այս շան ծնունդներ այ խոզի ծնունդ այլ մարդկային կերպարանքից զրկված կենթանի դու այդ մասին մտածել ես այ պորնիկի որից վերենգած անասուն չես մտածել, չէ։ Հիմա դու ձեռ ես առնում մարդկանց, որոնք դժբախտություն են անցել, այ բոզի ծնունդ, որ այն երեխեքին քերթում էին, կենթանի, որ կտոր մսերն էին կտրում, այ պորնիկի ծնունդ, այ խոզի ոչիլ։ Դուք ձեռ եք առնում մարդկանց ում հետ պետք է յոլլա գնային այդ բոզի ծնունդ թուրքերի հետ պետք է յոլլա գնային շան ծնունդ քո հացով է լափում դու ես լափում քո դավաճանված քո առնաշաղախ հացը դու ես լափում այ խոզի ծնունդ նրանք իրանց աշխատանքով են ապրում են մարդիկ ու մեկ էլ սփյուռքն է օգնում այ պորնիկի ծնունդ դուք հիշեք քթներից տա գալու դուք այս ամեն ինչը չեք մարսելու Դուք այս ամեն ինչը չեք մարսելու երբեք, եթե Հայաստանում տղամարդ լիներ, դուք արդեն սատկած կլինեք, ձեզ սատկացնել է պետք, շան նման սատկացնել, բայց ցավոք սրտի Հայաստանում տղամարդ կոչեցյալ չկա։ Մենակ խոսում են, մենակ ավել պակաս, մենակ լաց են լինում կողքից։ Եթե մեկը լիներ նորմալ արժանապատիվ տղամարդ, դուք արդեն սատկած եք։ Քեզ նման խոզի ծանոթները արդեն սատկած են լինելու ընտանյոց հանդերձ, բայց հիշեք, կգա մի օր նոր նեմեսիս է ստեղծվելու, քեզ նման պորնիկի ծանոթները հանվելու են շիշ, գիտես չէ ինչ են ան, ոնց է դա հանում, քո թուրք բաներ, աղբերների հարցրու քեզ կասեն, արցախցիները եթե իրանց մեջ ունենային արժանապատվություն, ձեզ արդեն վաղուց են գլուխները ջարդե սխտորե, որ դուք չհաչայիք այսօր, շներ, դուք հասկանում եք, չէ, որ ձեր վերջը մոտենում է, որովհետև մեծամասնությունը դեմ են, դուք հիանալի գիտեք, որ ձեր փչացածի ծնունդ Նիկոլին ընտրել են ընդամենը 500,000 ոչխարի գլուխ, ոչ ավել, որ մնացած մարդիկ նրա դեմ են, բայց ցավում եմ, գիտեք ինչ եմ ցավում, որ սրանց սատկացնել էր պետք ֆիզիկապես ոչնչացնել, որ վախենային ձեն հանել, որ այս պորնիկի ծնունդները վախեն ձեն հանել։ Մի հատ Լարիսա Ինչյան կա, մի ջհուդի թուլա, ջհուդա չէ, ոնց ինչյանը, չգիտեմ, sense մազերը խուզած մի շան ծնունդա դա էր էլի բանի Սորոսի եսի մի գլխավոր Հայաստանում այդ պորնիկը, այդ լեսբիանկա շան ծնունդը, որ փողոցով հանգիստ անցնում է, ձեռ առնելով, արհամարելով հայ ազգին, դուք եք մեղավոր, որ այս բոզ խոզերը, այս կերած խմած, այս պարարտ կենթանիները, այս մարդկային տեսքից, կերպարից ու հոգուց զրկված անասունի ծնունդները, որ այդքան իրանց բերանը բաց են անում ձեր դեմ, բերանն են ճղում, դուք եք մեղավոր, եթե դուք սրանց սատկացնեիք, սրանք կվախեն ձեն հանեն, այս խոզի ծնունդը ես չգիտեմ ուր է գնալու, բայց ես քեզ խոսք եմ տալի խոզի ծնունդ, երբ որ քո սիրած Նիկոլ ընդեղից սիկտիր եղավ, քիչ է մնացել որ սիկտ, քեզ խոզի ծնված, ես գտնելու եմ որտեղ էլ լինես, ես քո հասցեն ասելու եմ, համապատասխան մարդկանց, որ դու խոզի ծնունդ կերած խմած խոզ, հանգիստ չքնես, հիշի դա, հիշի այսօրը պորնիկի ծնունդ, մի մոռացեք, որ ձեր ոչխարներից բացի, Հայաստանում ապրող ոչխարանոցից բացի, կա սփյուռք, 11 միլիոնան սփյուռք, որը ձեզ հանգիստ չի թողնելու, այ պորնիկի ծնունդներ, որտեվ սփյուռքին չեն թույլ տալիս նույնիսկ հասնել Հայաստան, Հայաստանը դարձել է արդեն հայերին թշնամի, որ ասում եք Հայաստանը չես սիրում, ես չեմ սիրում այն Հայաստանը, որ այսօր կա, ես հոգեպես
հոգեպես ինչ որ մի կապ չեմ զգում այն Հայաստանի հետ, որը հիմա կա, հասկանում եք, դա իմ Հայաստանը չի, դա իմ հայրենիքը չի կարող լինել, որտեղ սրապես խոզի ծնունդները, պոռնիկի ծնունդները հանգիստ կանգնած ձեռ են առնում իրանց ազգի մի մասին, որին թուրքեր իրա պատճառով, իրա նման խոզի ծնունդի ընտրյացի պատճառով այն մարդիկ զրկվել են հայրենիքից ու այս պոռնիկի ծնունդը այս կենթանանման կենթանին որ մարդու սփատ չունի իսանի սփատ չունի թուրքի նման թուրքի տեսքի նման այս անասունի ծնունդը կանա ձեռ առնում յոլլա չեք գնում ոչ ում հետ պիտի յոլլա գնային պոռնիկի ծնունդ ես քեզ ցանկանում եմ ընկնես այն թուրքերի ձեռը որին դու շատ սիրում ես բոզի ծնված ընկնես նրանց ձեռը որ քեզ քերթեն որ քեզ մաշկեն հասկանում ես կենտանի կտոր անեն այդ քու եղերդ այդ որ կերել խմել ուռել ես մեր ազգի արյան վրա քու պոռնիկի ծնունդ մարդու հետ միասին ես քեզ ցանկանում եմ որ դու ընկնես քու սիրած թուրքերի ձեռը որ քեզ մաշկեն բոզի ծնունդ որ դու հասկանաս ում ես դու ձեռ առնում այ փողոցային պոռնիկի քամակից վերընկած կենտանի ու թքած ունեմ թե ով կասի ինչի եք հայհոյում լավ եմ անում այս անասուն շները հայերի հետ ոչ մի կապ չունեն սրանց սատկացնել է պետք հասկանում եք ընտանիքով մեկ սատկացնել որ սրանցի հիշատակ անգամ չմնա մեր ազգի մեջ այս խոզերից այս կենտանիներից այս կենտանաբարո անասուններից որ նույնիսկ հիշատակ չմնա մեր ազգի մեջ որ մեր ազգի մեջ ինչ որ ժամանակ sense պոռնիկի բոզի թուլ եկել եղել որ նույնիսկ չհիշենք այդ մասին այդ ձևա պետք անել որ սրանց բերանը ջարդած պահեք նրանք երբեք թույլ չեն տա համարձակություն չեն ունենա նման բան ասել հարց եմ տալիս քեզ Շուշան Ղազարյան բոզի ծնունդ խոզանման կենթանի որ քու սիրելի Նիկոլը գնաց ինչ եք անելու դու նու պոռնիկի ծնունդ մարդը ուր եք փախչելու Հայաստանում ես մանգալու գլուխդ բարձր չես կարողանալու այ բոզի ծնունդ այդ հիմա ես խոսում մեծ ուղղակի դու անգրագ այդ անասուն ես քո ռեխի ծերևում որ երկու գիրք չես կարդացել քո կյանքի մեջ այ բոզի ծնունդ որովհետև գրագ այդ հայ երբեք չեր ուրախանա ինչքան ուզում արցախցիներին սիրես չսիրես sense բաներ դու չեր ասի երբեք այ պոռնիկի ծնունդ ու դու մայր ես, տատ ես, այ բոզի ծնունդ դու պետք է մեծացնես քեզպես պոռնիկի ծնունդներին, անհայրենիք շներին, թուրքի տակ պարկած փալասներին։ Ես քեզ հարց եմ տալի այ պոռնիկի ծնունդ, երբ որ քու սիրած Նիկոլը գնաց, ինչ ես անելու։ Ես քեզ կասեմ, դուք այն աստիճան խորովելու լացելու եք այսինց արուն արցունք եք թափելու այ պոռնիկներ գալու է ձեր ժամանակը հիշեք գալու է ձեր այսքան անեծքի տակ ապրել չի կարելի հնարավոր չի ձեր ժամանակը այդ շանցանուտներ գալու է որ հայ ազգի ողջ այս ատելությունը ողջ այս հավաքված այս ցավը ձեր գլխին է պայթելու հələ տեսեք ինչ օրն եք ընկնելու ամեն ինչից եք զրկվելու դառնալու ես ավելի թափառական քան դու ձեր ես առնում արցախցիներին այ խոզակ կերպարով կենթանի հիշեցեք դա Վրաստանում էլ են ուրախանում Գամսախուրդի են գնաց սրան դրա կողքի մարդիկ սաղ վախում են Վրաստան գնան միչև հիմա այ բոզի ծնունդ միչև հիմա ուղղակի դուք անգրագ եք հնարավոր չի ձեր ուղեղը չի հասկանում երկար